Ողջույն սիրելիներս, այսօր ես ուզում եմ կիսվել ձեզ հետ ոչ ստանդարտ գաղափարներով, թե ինչպես կարող եք զարդարել տունը 2026 թվականին ընդառաջ։ Ինչպես գիտեք, 2026 թվականը կարմիր հրե ձիու տարի է։ Այն շարժման, ուրախության, ջերմության, ազատության էներգիա ունի, ուստի կարելի է դեկորն ավելի համարձակ անել։ Համադրել կարմիրը, ոսկեգույնը, հատապտղային գույները, բնական փայտը, կավը, մետաղը, կարևորը այս ամենը կյանքով լի լինեն։ Ես բաժանել եմ ձևավորման տեսակները ըստ գույնի և նյութերի։ Առաջինը գինեգույն նռնագույն ձևավորումն է։ Առաջնահերթ առաջարկում եմ փոխարինել կարմիր գույնով խաղալիքները նռնագույն, գինեգույն խաղալիքներով, ավելի խորհրդավոր և հագեցած գույներով ձևավորում ստանալու համար։ Եղևնու համար առաջարկում եմ ընտրել տարբեր ֆակտուրաներով խաղալիքներ։ Դրանք կարող են լինել ինչպես ստանդարտ փայլուն, փայլատ և փայլիկներով գնդերը, այնպես էլ համադրվել թավշյա, մետաղե, ռելիեֆային և կտորե խաղալիքների հետ։ Շատ հետաքրքիր է նաև համադրությունը հարթ գնդերի և ծաղկանման ռելիեֆային զարդարանքների։ Պետք չի վախենալ համադրել գինեգույն զարդարանքները ավելի մուգ, համարյա սև կամ մուգ կապույտ խաղալիքների հետ, դրանք զարդարանքին ավելի խորհրդավորություն և յուրահատկություն են հաղորդում։ Կամ կարելի է անգամ արհեստական կամ բնական մուգ վարդանման ծաղիկները համադրել գնդաձև խաղալիքների հետ։ Սովորական սպիտակ մոմերը փոխարինեք գինեգույն մոմերով, իսկ բանտերի ձևավորման համար ընտրեք թավշյա մուգ լենտաներ։ Նվերների ձևավորման համար ընտրեք ակցենտային, միատոն, մուգ նկարվածքներով թղթեր և տուփեր և փաթաթեք նմանատիպ, անգամ նույն գույնի թավշյա լենտաներով։ Շարունակելով հրե ձիու թեմատիկան, այս տարի ակտուալ է նաև նարնջագույն ձևավորումը։ Եղևնին կարող եք զարդարել նարնջագույն գնդաձև խաղալիքներով, ավելացնել չորացրած նարնջի կտորներ, բնական կոներ, նարնջագույն ծաղիկներ, նեյտրալ կտորե լենտաներ, պարանից պատրաստված գնդաձև խաղալիքներ։ Ձևավորումների մեջ կարող եք համադրել չորացրած նարինջը դարչինի ձողերի հետ, եղևնու ճյուղի, բնական կոնի, տաք լույսերի հետ։ Ափսեներ ձևավորելու համար ևս անձեռոցիկները կարող եք փաթաթել պարանաձև լենտաներով, ավելացնել չորացրած նարնջի կտոր, եղևնու ճյուղ, սեղանի մեջտեղում գցել կտավե կտոր, ավելացնել եղևնու ճյուղեր, տաք մոմեր, տաք լույսեր, նարնջի կտորներ, դարչինի ձողեր, իսկ նվերների տուփերը ձևավորելու համար օգտվել ստվարաթղթերից, պարանաձև լենտաներից և ինչու՞ չէ ավելացնել նաև նարնջի չորացած կտորներ ու դարչինի ձողեր։ Նարնջագույն ձևավորում ստանալու լավագույն միջոցը նարինջներից օգտվելն է։ Ավելի եթերային մոտեցումը եղևնին զարդարել ոսկեգույն շղթաներով և ավելացնել թափանցիկ խաղալիքներ, ոչ մի ավելորդ գույն։ Սովորական թափանցիկ խաղալիքները կարելի է փոխարինել ջահանման խաղալիքներով հավելյալ շքեղություն հաղորդելու համար։ Տարբեր տեսակի շղթաների համադրությունը ևս հետաքրքիր ծավալներ և տեսք է հաղորդում եղևնուն, իսկ տաք լույսերը ջերմացնում և տոնական տրամադրություն են փոխանցում։ Այս տեսակի ձևավորման հետ առաջարկում եմ օգտագործել գեղեցիկ թափանցիկ սպասք, ոսկեգույն եզրագծերով թափանցիկ մոմակալներ, շղթաներ ավելացնել ինչպես սեղանի, այնպես էլ մոմակալների վրա։ Իսկ նվերները խորհուրդ եմ տալիս ձևավորել բաց երանգի թղթերով, ավելացնել ոսկեգույն լենտաներ, մարգարտյա շղթաներ և հետաքրքիր ճյուղեր թափանցիկ դետալներով, որպեսզի ավելի խորը ընդգծվի նվերի կախարդանքը։ Եվ վերջում խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել փայտյա և կավե խաղալիքներով ձևավորման տարբերակին։ Այն շատ տարբերվող մոտեցում է և այս պարագայում հնարավոր է ինչու՞ չէ համադրել գնված դեկորները ձեռագործ խաղալիքների հետ, ինչն ավելի շատ յուրահատկություն է հաղորդելու տոնին, քանի որ ձեր շուրջը լինելու են ձեր իսկ պատրաստած զարդարանքները։ Փայտյա գնդաձև շղթաները յուրօրինակ տեսք են հաղորդում եղևնուն։ Ավելացած փայտյա տնակները, գնդերը, եղևնաձև խաղալիքները կարելի է համադրել մարմնագույն շագանակագույն գնդերի հետ, փափուկ խաղալիքների հետ, ավելացնել շագանակագույն բանտեր և տաք լույսեր։ Ձեր եղևնին միանշանակ ամենատարբերվողն է լինելու։ Իսկ տունը կարելի է ձևավորել կտավե կտորներով, արկղերով, լցված եղևնու ճյուղերով, մաքրամեներով, գործվածքներով, խաղալիքներով և տաք լույսերով։
Ձևավորման բոլոր տարբերակներում իհարկե չենք մոռանում ավելացնել ձիու տեսքով խաղալիքներ, քանի որ, ինչպես նշեցի, 2026 թվականը կարմիր հրե ձիու տարի է։ Իսկ իմ համար ես առանձնացրել եմ ձիերով կարուսելի տարբերակը, որը կարծում եմ շատ կախարդական է ու շատ համահունչ է այս տոների հետ։ Շնորհակալ եմ, որ նայեցիք հոլովակը, հույսով եմ հետաքրքիր մտքերով կարողացա ձեզ հետ կիսվել։ Գրեք մեկնաբանություններում, թե ինչպես եք պատրաստում ձևավորել այս տարի ձեր բնակարանները։ Իսկ մենք կհանդիպենք մյուս հոլովակներում քննարկելու, թե ինչ կարելի է նվիրել ամանորին, որտեղից կարելի է գնել զարդարանքներ և թե ինչպես է առհասարակ զարդարվել այս տարի Երևանը տոներին ընդառաջ։ Անդամագրվեք, որպեսզի բաց չթողնեք հետաքրքիր հոլովակներ։